Նորից օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում։ Բարի առավոտ, 21 TV եթերում այո Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյանը Վրեժ Կիրակոսյան ամեն աշխատանքային առավոտ գալիս են եւ ձեզ ասում են օրդ բարի։ Առաջարկում ենք որպեսզի առավոտը սկսեք ռիթմիկ եւ թեթև, այնպես որ արթնացեք մեզ հետ միասին, այս բան հատուկ տեսահոլովակ ձեզ համար գնացինք։ Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ տեսահոլովակ օգնեց մի փոքր արթնանալու, թարմանալու, չգիտեմ, նաև լավ տրամադրություն միգուցե ապահովելու, լավ տրամադրություն ունենալու համար նաև պետք է մարդինք իրեն մարզի, չէ, Անահիտ, կարևոր ինչ-որ լավ բաների մասին մտածի երբեմն, քանի որ մեր շրջապատում են երբեմն դուրս են գալիս նիարդայնանում ենք, մեքենա ենք վարում, խցանումների մեջ ենք ընկնում, չգիտեմ, ինչ-որ միտեղ շտապում ենք մի փոքրիկ բան գնելու, որպեսզի սնվենք, հերթերի մեջ ենք կանգնում, դրա համար պետք է լավ բաների մասին մտածել, որպեսզի լավ օր ունենա։ Այո, ամեն փոքր բանից նյարդանալ պետք չէ, այլ հակառակը պետք է նկատել շուրջդ կատարվելիք հրաշքները ու յուրովի մոտենալ այդ ամեն ինչին, հա, գնահատել այն ինչ ունենք եւ ոչ թե նկատել այն ինչ չունենք ու դրանից նեղվենք։ Մարզենք ոչ միայն մարմին, այլ մարզենք նաեւ մեր ուղեղը եւ հոգին։ Այօնակ նկատել ես վերջին շրջանում, քանի որ շատ են անձրևները, ինչքան կանաչ է քաղաքը, շատ սիրուն է այդ ամեն ինչ ու ծաղկում։ Ֆրեժ ինձ ռոմանտիկ է այս ռոմանտիկ դրամատուրգիան ֆրեժն է։ Ես ալերգիա ունեմ, շատ որ բուսականությունը կանաչում է, բայց այնուամենայնիվ սիրում եմ։ Այնուամենայնիվ սիրում ես։ Տեսնում ես, էլի բացասականի մեջ դրական է գտնում ես, այո, նկատեք ձեր շուրջը գտնվող դրական է սիրելիներս, իսկ մեր շուրջը մշակութային հրաշալի դրական կանաչ է եւ լավ գործեր են կատարվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ եւ արհեստագործների միություն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա խաղաղություն միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսը։ Եվ այդ կապակցությամբ այսօր մեզ մոտ արհեստագործների միության մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն, Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար, նկարիչ, դիզայներ, մեր լավ բարեկամ Լիլիթ Մելիքյան։ Մեր շատ սիրելի Լիլիթ Մելիքյանն է տաղավարում, բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, նախ շնորհակալություն հայտնեմ, որ հրավիրեցիք եւ պատկերացնում ինչքան հիմա հանդիսատեսը զարմացած նայում է Լիլիթ Մելիքյանին բոլորը գիտեն որպես Տերյան մշակութային կենտրոնի անգամ ու հիմա ես եկել եմ արհեստագործների միությունը ներկայացնեմ կարծում եմ որ Տերյան մշակութային կենտրոնը արդեն այնքան ստացված նախագիծ է որ արդեն մեր նոր նախագծերի մասին ժամանակն է եկել խոսել եւ ներկայացնել թե մենք ինչ հաջողություններ ունենք մեր նոր նախագծերում հիմա խոսենք արհեստագործների միությունից որը արդեն բավականին երկար տարիներ որ կա, որ անում է հետաքրքիր ծրագրեր եւ ամեն տարի կարող եք Կասկադում, հա, Գաֆեսճյան թանգարանի տարածքում տեսնել մեր ցուցադրությունները վարպետների, այսինքն սա մեկ հարթակ է, որտեղ արհեստագործները միասին ցուցադրվում են եւ այս նախագիծը սկսվեց իմ ձեռագործ Հայաստան ծրագրի ավարտից անմիջապես հետո, երբ մենք եւ Սմիթսոնյան ինստիտուտը միասին արեցինք Հայաստանում հայ վարպետների համար վերապատրաստման, ձևավորման եւ ցուցադրման, այո, հնարավորության հարթակ։ Եվ հարթակը այս պահին գործում է, այսինքն արհեստագործների միությունը դա ինչպես նկարիչների միությունը օրինակ դա առանձին մի հարթակ է եւ ինքը ունի իր հնարավորությունները ստեղծելու ցուցադրություններ եւ Հայաստանում եւ դրսում եւ այդ ամենի ստեղծողը ոչ թե անհատ Լիլիթ Մելիքյանը, այլ մի հաջողված նախագիծ Տերյան մշակութային կենտրոն։ Այս են բոլորի համար, ովքեր չգիտեն թե Տերյանը ինչ նախագծեր ունի։ Իսկ ինչ է այսօր կատարվում մեր վարպետների եւ երեխաների միջև խաղաղություն մրցույթը մենք առաջացրել ենք որպիսի վարպետի արվեստանոց մտնի երիտասարդ մարդը ինչու որովհետեւ երեխաները մեր ապագա վարպետները ովքեր որ ձգտում են լինեն կիրառական արվեստի մեջ իրենք բացի նրանից որ կարող են սովորել տարբեր քոլեջներում եւ ձեռք բերել նկարչական եւ ձեռարվեստի հմտություններ իրենք կարող են լինել մարզերում իրենց վարպետների արվեստանոց Մեր միությունը ինքը բաղկացած է բոլոր Հայաստանի մարզերի եւ Արցախի վարպետների շնորհիվ, այսինքն մենք ունենք 107 վարպետ, որը բավականին արհեստավարժ մարդիկ են, այսինքն մենք միության անդամ դարձնելու համար, ինչպես նաեւ նկարիչների միությունը եւ ընդհանրապես արհեստավարժ միություններ իրենք պատահական մարդկանց չեն ընդունում։ Դու ասում ես որոշակի պատրաստվածություն, դասընթացներ, այսինքն եթե անգամ մարդիկ մեզ դիմում են որ ընդունվեն միություն
գիտություն, բայց իրանք չեն անցել համապատասխան դասավանդման կուրս, որը որ մենք ստեղծել ենք Սմիթսոնյանի հետ միասին։ Իրենք չունեն սեփական կառույց, օրինակ պատահական վարպետա, որը մի անձով ինչ որ մի բան է պատրաստում, պատրաստ չի համալրել իր մեջ իր համագյուղացուն չի կարող տրամադրել աշխատանք, պատրաստ չի իր շնորհը կրթել եւ սովորեցնել ուրիշներին, ապա ինքը առայժմ կլինի մեր մոտ սովորող, որպեսզի սովորի թե մենք ինչպես սովորեցինք սովորեցնել բոլորին մեր մասնագիտության մեջ։ Եվ այսպիսի նախագիծ մենք ստեղծել ենք հատուկ նրա համար, որ երեխաները, որոնք սիրում են նկարել, իսկ արվեստը եւ արհեստը ի սկզբանե ստեղծվում են անպայման նկարչական հմտություններ ունեցողների մոտ, իրենք ունենան սեր դեպի նկարելը եւ այցելեն վարպետների մոտ, որպեսզի կարողանան իրենց նկարչական գիտելիքները նաեւ տեղավորեն գործնականում, մեր նպատակն էր լցնել վարպետների արվեստանոցը երիտասարդ սերնդով, երիտասարդներին ուղղորդել դեպի իրենց մարզերում ստեղծագործող վարպետների արվեստանոց եւ ունենալ մրցույթ, որտեղ մենք կհամալրենք հայ երեխային եւ միջազգային երեխային իրար հետ մի հարթակում ունենանք հարթակ, որտեղ այս ցուցահանդեսը դա մեր նախագծի մի մասն է, երկրորդ մասը վերջանում է հունիսի վերջին, երբ որ մենք ներկայացնում ենք այս նույն նախագծի վիրտուալ հարթակը, այսինքն սայտը, որը բաց է բոլորի համար եւ բոլոր ապրող դրսում մարդիկ, ովքեր վարպետ են, կարող են workshop-եր ներկայացնեն եւ տեղադրվեն մեր հարթակում, երեխաները կարող են վարպետների հետ շփվել եւ մի հարթակում սովորել, շփվել, որտեվ ես եմ այս ճանապարհը անցել ու ես գիտեմ թե ինչ կարեւոր է քո համար ունենալ վարպետ, ում շնորհը դու ուզում ես սովորես ու դա կարա լինի անհասանալի, որտեվ ինքը ապրում է Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ դու չես կարող այցելել եւ բայց դու կարող ես իր հետ շփվել, որտեվ այդ շփումը մենք բախտի բերմամբ եւ Աստծով ենք միշտ ունեցել, իսկ հիմա մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ այդ մարդիկ կլինեն այս երեխաների համար։ Իդեպ ասեմ, որ ժյուրին այս անգամ բոլորին չեմ ասում, որտեվ նաև ունենք արհեստագործների միության այն անդամներն են ժյուրիի կազմում, ովքեր նաև նկարիչներ են, ոչ միայն ձեռարվեստի վարպետներ են, այլ նաև նկարիչներ են, եւ մենք ունենք արդեն դրսից հրավիրված մեր երկու պատվավոր նկարիչ մասնագետներին, որոնք եկել են միանան այս մրցույթին, մեկին արդեն 3 դիմավորել ենք եւ պատմել ենք այս ամեն ինչի մասին, մեկը եկավ այս գիշեր եւ ես կարծում եմ, որ այս շատ լավ նախագիծ է, որտեղ երեխաները կունենան հնարավորություն այնպիսի մարդկանց հետ շփվելու, որ ուղղակի անհասանելի են, այսպես ասեմ։ Ես շատ էի երիտասարդ ժամանակ երախտապարտ մարդկանց, ովքեր ինձ տանում էին, օրինակ Զուլումի արվեստ օրինակ կարելի էր գնալ մեծ վարպետի հետ շփվել, հա, եւ իսկ պատկերացնում եք, որ մեծ վարպետը քեզ նաեւ ինչ որ բան է սովորացնում, իսկ սա այդ հարթակն է։ Շատ հետաքրքիր է, այ արհեստագործական կրթությունը, եթե մենք ուսումնասիրում ենք, շատ բազմաժանր է։ Դուք վերցրել եք միայն նկարչությունը, որքանով հասկացանք այս պահին, որպես նկարչությունը։ Այսինքն ինքը յուրաքանչյուր տարի նկարչությամբ է, թե ամեն մի տարի ինչ որ մի որոշակի, այսինքն ուղղվածություն է վերցվում եւ մյուսները կապվում են այսպես զուգահեռում են։ Նայեք, շատ ճիշտ հաստատեցիք, ինչու ենք մենք նկարչությունը վերցրել, որտեվ ինքը մանկապատանեկան մրցույթ է եւ այնտեղ 6-ից 16 տարեկան երեխաների մասնակցությունն է, ընդ որում ոչ միայն Հայաստանի, անցյալ տարի Հայաստանում ենք, նաեւ հիմա բոլոր երկրներում ենք հայտարարել, 11 երկիր արձագանքել է եւ մենք ունենք 1800-ից ավել աշխատանք, իրական չենք էլ սպասում այսպեսի ծավալ, ահռելի, ու խեղճ մեր ժյուրին օրերով նայում էր աշխատանքները, ես ժյուրի անդամ չեմ, ինձ իրավունք չեմ վերապահում լինեմ իմ գոլեգաների կողքը, որտեվ ես եմ տերը այս մրցույթի, այսպես ասած, բայց ես միևնույնն է ուշադիր նայում էի։ Նախ մեր համար է շատ կարևոր, որ մենք ստեղծում ենք նախագծեր, որ մենք էլ ենք կրթվում, ինչի ժյուրին աշխատեց միասնական մի հարթակում Zoom-ով, իրար հետ կարծիք, տարբեր մարդիկ են, գիտեք, մեկը մի երկրից, մեկը մի երկրից, մի քանիսը Հայաստանից, տարբեր տարիքային սերնդներից են, իրար միգուցե ճանաչում են լոկ անուններով եւ արվեստն են իրար ճանաչում, բայց այս մի հատ նենց
սենց հարթակ էր ես նայում եի թե ես որպես նկարիչ դիզայներ որը այս պահին հայտնի է հա տարազներ ստեղծելով իմ վիզուալ ընկալումը նկարչության ինչպիսին է իսկ սրբանկարիչինը որտեղ մեր ժյուրի անդամներից մեկը սրբանկարիչ է Իրանը ինչպիսին է իսկ մյուսը որ Հերմեսում մի ամբողջ հայկական գիծ ստեղծած կինա Իրանը ինչպիսին է ու մեր համար էլ էր սա դաս թե մենք իրար ոնց ենք ընկալում մենք իրար հետ ոնց ենք աշխատում ինչի ենք նկարչություն վերցել ու կարծում եմ նկարչությունով պետքա շարունակենք որտեվ նկարել սիրում են պարզվում է բոլորը ես դա հասկացա երբ որ մենք այս մրցույթը սկսեցինք որտեվ չենք սպասել որ մեզ այսքան կդիմեն ու կդիմեն գիտեք մարդիկ հայտաձևը լրացնելու ձևը չգիտեն, որտեվ իրականում այսպիսի մրցույթներ որ անում ես, մի քիչ մեր ազգի մասին կարծիքդ լավանում, վատանում, sense տարբեր բաների մեջ ես, տառաճանած չեն, մեկ է տեսնում ես պրիմիտիվ հայտը չեն կարող լրացնեն, բայց շատ լավ նկարում են, ինչ ասես, ոնց մերժես, սովորացնում ես ժամանակ ես վատնում խոսելու վրա իրանց հետ եւ այլն հետո դու հասկանում ես որ ախր նկարել սիրում են բացարձակ բոլորը սա եւ երեխայի հոգեկան վիճակը ճանաչելու միջոց է մեր համար, որտեղ մենք չէ՞ որ ինչի ենք մենք արհեստագործների հետ աշխատել եւ ինչի է իմ ձեռագործ Հայաստանի շարունակվելու հաջողություն, որտեղ մենք դիզայներներ ենք, մենք Տերյան մշակութային կենտրոնի ստաֆը աշխատեց Հայաստանի մարզերի վարպետների հետ ձևավորելով մի նոր ուղղվածություն, ինչ ենք մենք գնում ենք մարզ, գիտենք որ այս մարդը շատ լավ, ասենք դարբնե գործա կամ փայփորիկա կամ ինչ որ նկարիչ է, անում է մետաքսների վրա շալերա պատրաստում նկարում է ինչ արեցինք մենք ստեղծեցինք իրանց մեջ հոգեբանություն ինչ նկարել, ինչպես նկարել, ինչ վաճառք ունենալ, ինչպես վաճառել, ինչպես փաթեթավորել, ում ներկայացնել, ինչ բանալի բառեր օգտագործել այս սա բերեց մեզ եզրահանգման, որ հաջողության հասնելու համար մեր ոլորտում պետք է անպայման կարողանալ նկարել, որտեղ դու կարող ես գիտես շատ լավ պատկերացնում ես, թե քո փայտի ափսեն ինչ ձևի պետք է լինի, բայց քանի որ դու նկարել չգիտես, դու անդադ գնում ես այն մոմիկի ժամանակվա ստեղծված եկեղեցու վրայի քարի նախշը, անդադ դաջում ես ու հա էդ ես անում, որտեղ դու նկարել չգիտես, որ քո ֆանտազիաները նկարես։ Ի վերջո երկրագունդը ինչի՞ց է այսօր սենց վատ, որտեղ մարդկային ֆանտազիան վերջացել է, մարդիկ երազանքներ չունեն, մենակ փողի մասին են ու արհեստական բանականություն Այդ շատ լավ բան է, այդ գործիք։ Լավն է, բայց ինքը նաև է գործիք, կոմպյուտերն էլ է գործիք, ես այս գործիքների մենակ կողմ եմ ու ավելին ասեմ, հիմա ես ինքս դասավանդում եմ արհեստական բանականության կիրառումը հենց մեր մասնագիտության մեջ ու ես տեսնում եմ, որ մարդուն, որը տարիներ շարունակ երազել է մի բան ստեղծի, ունի շնորհ, օրինակ գիտի գործել, բայց չգիտի ինչ գործի։ Գիտեք, արհեստական բանականությունը կարա օգնի։ Դու պետք է ուղղակի իրան չվերաբերվես որպես քեզ փոխարինող, այլ դու դիտարկես, որ սա գործիք է, որ ստեղծվի, որտեղ գիտեք 20 տարի առաջ, երբ որ առաջի անգամ համակարգիչ եկավ մեր իրականություն, սկսեցինք տպել Corel Draw-ով, եսի ինչեր սարքել Photoshop-ով, եսի ինչ անել, դիզայներների մոտ տոտալ տագնապ էր, որ մենք կմնանք անգործ, հեսա բոլորիս հանում, բայց ինչ եղավ։ Մենք սկսեցինք ավելի լավ բաներ ստեղծել։ Սա նույնն է, այսինքն եթե դու իրան վերաբերվում ես, որ այս ռոբոտին սարքել են, որ գային տեղը ապրի եւ այլն, ինքը տենց կլինի, բայց եթե դա գործիք է, որ առանց քեզ չի կարող ոչինչ անել, ու դու իրան օգտագործում ես, ինքը լավ է եւ ինքը օգնում է։ Հիմա ինչ վերաբերում է մեր մրցույթին։ Մրցույթը շարունակվելու է, դուք լավ հարց տվեցիք, ես պիտի մտածեմ, մենք արդյոք ուզում ենք միայն նկարչություն երեխաների մոտ լինի, իսկ կարող է նաև ուրիշ ինչ-որ մի բան, բայց նկարչությունը դա մի բանն է, որ բոլորին է համախմբում գաղափարի շուրջ, բոլորը կարողանում են նկարել, լավ, վատ, այդ արդեն մենք ենք որոշում, որտեղ լավ նկարչություն ու վատ նկարչություն չկա, կա ազնիվ նկարչություն, կա մեծի օգնությամբ նկարչություն, որը միանգամից երևում է, կա կոմերցիոն նկարչություն, որը օրինակ կարա լինի վաճառքի նպատակով, եւ դու դա տեսնում ես, եւ նկարչությունը բոլորի մասին է, բայց ես կարող մյուս տարի օրինակ մրցույթը հայտարարելուց ասեմ, չգիտեմ, անում ենք բոլորս կոլաժ, բայց կոլաժը չլինի հասու բոլորին կամ չլինի նյութի կիրառումը հասու բոլորին, անցյալ տարի մրցույթը մենք օրինակ այսպես ենք արել, մենք բոլորին ում որ հրավիրում ենք մասնակցել մրցույթի, բոլոր դպրոցներին նաև ներկերն էինք ուղարկել, նյութերն էինք ուղարկել։ Ահռելի բան։ Որտեվ գիտեք ոնց մեր երկրում
ճգնաժամը չի վերջանում, ոնց տեսնում ենք, հա, այդ տոտալ աղքատությունը կա, ու ինքը գիտեք, երեխան չպետք է մանկության մեջ դա տեսնի այդքան ակնհայտ։ Երեխան եթե ունի ցանկություն նկարելու, բայց չունի ներք, որ նկարելու, պետք է իրան փոքրիկ օգնություն, դրամ տալ, պետք է ներկը տալ։ Ու մենք դա արեցինք անցյալ տարի, այս տարի չարեցինք, որտեղ այս տարի որոշեցինք։ Անցյալ տարի, այսինքն էլի նորից նկարչության ամբողջությամբ էլի նկարչության այո, անցյալ տարի 600-ից ավել դիմում էր եւ այդ բոլոր մարդիկ իրանց նկարած նկարները բերեցին հանձնեցին մեզ, որտեղ մենք էինք բաժանել ներկը, թուղթը, նյութը, ամեն ինչը։ Այս տարի իսկ սահմանափակում, այսինքն կտավի վրա պետք է նկարեն, թղթի վրա պետք է նկարեն, ջրաներկով պետք է աշխատեն, յուղաներկով աշխատեն։ Անպայման ունենք սահմանափակում, չափ ենք նշում, ինչ չափի նկարեն, որտեղ գիտեք փոքր չափի վրա նկարը շատ ավելի դժվար է։ Խորագիր կա թե ազատ է։ Ազատ չի, խաղաղությունն է մեր խորագիր եւ մեր կայքն էլ է խաղաղություն կոչվելու եւ մեր նայեք օրինակ հիմա եկած իմ գոլեգան երեք միասին խոսում ենք, ինքը ինձ հարցնացնել իր, եթե ես չտեսնեի երեխաները, որ տարբեր երկրներից են եւ տարբեր ասում են, ինձ կթվար, որ բոլորը արցախցի են ու պատերազմից հետոյի հոգեբանությունը, ասեմ, ինչ ես տենց մտածում, որովհետեւ բոլոր երեխաների նկարների մեջ կա տագնապալի մի բան, այսինքն երեխան լիրավ երջանիկ չի ընկալում խաղաղությունը, ինքը մեկ էլ նկարի այդ կոմպոզիցիայի մեջ գրում է, դնում է ինչ-որ զենքեր ծալված, տանկեր ջարդված, աղունիկը պարտադիր, այսինքն երեխան խաղաղության մեջ սիմվոլ է տեսնում եւ զենքի բացակայություն։ Երեխաների մանկության մեջ այս թեման ընկալվում է վատ եւ մենք ուզում ենք որ այս վատի նկատի ունեն, որ երեխան խաղաղության մեջ ಏನեք չտեսնում մայրություն, չգիտեմ, բնություն, սեր, երեխան տեսնում է զենքի բացակայություն։ Ու դա վատ է այն առումով, որ վստահ եմ, որ ինձ այդ համամիտեք դա նաև ուժի պակասի, այսինքն անօգնական լինելու խնդիր է։ Դες ամեն ինչ հոգեբանություն է, այն ինչի միջով մենք անօգնական կարծում եմ, էլի։ Գիտեք ինչ ենք այս խորագիրը ընտրել։ Այդ ուժի պակաս է երեխան զգում, այսինքն ինքը անօգնական է իրան զգում, էլի։ Նայեք, եթե մենք նկարում ենք ֆիլմեր, որոնք վերաբերում են մեր ազգին, եւ շատ մեջազգային մոտիվ կա եւ այլն, չէ՞, շանսը որ դա նայելու են աշխարհում բոլոր ազգերը չկա, եթե ինքը մեջը չունի մի հատ համամարտկային գաղափար, օրինակ միանշանակ, չէ, օրինակ նենգություն, այն որ լեզու ու երկիր չի ճանաչում։ Հիմա քանի որ ես միտված եմ այս նախագիծը դարձնեմ առանց երկիր ճանաչել, առանց ազգություն, հիմա մենք ազգային ենք անում, որտեվ սա հայ մշակութային գործիչների արվեստանոցներում ստեղծված երեխաների դասարանի մասին է խոսքը, բայց վաղը չէ որ մենք կզարգացնենք ու կդառնանք արդեն բոլորի համար ես երբ որ դու դնում ես մեծ համամարտկային պակաս թեմա, իսկ այսօր աշխարհին է խաղաղությունը պակասում, դա միայն մեր մասին չի, սա բոլորի մոտ աշխատում է։ Հետաքրքիր է խոսեցինք բոլոր առավել կողմերից ու իսկապես շատ գրագետ ու ճիշտ ձևակերպված է թե մրցույթը, թե ասելիքը, թե ընդլայնումը տարածքային։ Ես կուզենայի խոսենք բարդություններից, օրինակ, ինչ բարդությունների առաջ է կանգնում, որոնք են խնդիրները, որ հետո գուցե լուծելի դառնան։ Ես պետք է խնդրեմ միշտ ձեր մոտ հյուր գա, որտեղ գիտեք, արդեն վաղուց զգացել եմ, որ հաղորդավարի գրագետ հարցից կախված է քո ճիշտ ներկայացնելը քո գործը։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Բարդությունը դա նյութական աշխարհի նյութական պատկերացումն է մրցույթի մասին։ Երբ որ դա մրցույթ է, ուրեմն մենք ունենք վերջում անպայման լացկոց, ինչի ես ոչինչ չշահեցի, չստացա, այսինքն նյութականի բերելը։ Հիմա ես արվեստում կուզեմ գոնե դրանից մարդկանց հետ տանեմ, թեկուզ իմ խոսալով ու ես վաղուց գիտեմ արդեն որ իմ դերը հասարակության մեջ կա, ես խոսում եմ, ինձ լսում են, մարդիկ իմ հետևից գալիս են, իմ արվեստանոցը միշտ լեփլեցուն է ու եթերը օգտագործում եմ, որ ասեմ, նյութականը պետք է վերանա վեհ գաղափարների կողքը լինելուց։ Նյութականը շատ կարևոր է, բայց երեխան չպետք է մոտիվացվի մասնակցելու մրցույթին, որովհետև կա դրամական պարգև ստանալու։ Ես 50 տարեկան եմ, ես առաջին անգամ ծրար ստացել եմ մրցույթում առաջին տեղ գրավելու համար, վերջին 3 տարվա մեջ։ Եվ մինչև հիմա ես ստացել եմ պատվոգրեր, թղթեր, տարբեր որակի քանդակներ, լավ, վատ, բրոնզից, պլաստմասից, ինչ ասես, բայց ես իմացել եմ, որ ես հաղթող եմ։ Հիմա այս մասնակցությունը արդեն հաղթանակ է։ Ինչի՞, որտեվ ինքը մնացածից զուտ լավ գործ է արել, մասնակցել է։
հաղթել է, որ մասնակցել է, որտեվ հայտա լրացրել դժվար է, մենք տենց հեշտ կառույց չենք, ուղարկել է, ստացել ենք, ներգրավել ենք ու ասեմ, բոլորը ստանալու են հետ պատասխան։ Ուսուցիչները вообще բրավո բոլոր ուսուցիչներին, որ երեխաներին կրթելով անգամ մասնակցում են բարդ մրցույթների, սա հեշտ մրցույթ չի։ Մենք անցած տարի բաժանեցինք ծրարներ, պարգևատրեցինք դրամով, որի պատճառով անիծվեցինք ու ինչ ասես մեզ ասեցին, հայավարի, դրա համար այս տարի արել ենք մի քիչ ուրիշ մոտեցում։ Այսինքն արշացնողների արձագանքներ թե ինչպես ոնց ունենք տեղեր, իհարկե, բայց դա դրամ չի։ Եվ մենք հրախուսում ենք, որպեսզի նման մրցույթները մարդկանց չքաջալերեն լինել նյութական, այլ հակառակը, հանուն գաղափարի։ Իրականում ամեն այնքան իրոք հրաշալի է մտածված, որ խոսքեր չի մնում ասել, մեզ միայն շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև եթերաժամանակը ցավոք ունի իր սպառվելու ունակությունը, բայց ձեզ հետ կարելի է անվերջ զրուցել։ Մաղթենք հաջողություն մայիսի 24-ին, վստահ եմ, որ դռները բաց են լինելու եւ կկարողանան, չէ՞, մարդիկ գալ ու տեսնել, թե ինչ է կատարվում։ Բաց են, համեցեք։ Գիտեք, ոգևորիչ է ինչը, քանի որ կրթական համակարգում եւս ես որոշակի այսպես մանանեխի հատիկի չափ գործ ունեմ, գիտեմ, որ Հայաստանում, եթե համեմատում ենք համաշխարհային կրթական համակարգի հետ, ավելի շատ միտված են մարդիկ դառնալու բարձրագույն կրթություն ստանալու եւ այլն, այսինքն այս մակարդակում գնալու, բայց սա մեծ մոտիվ է նաեւ, որպեսզի մարդիկ մասնագիտական կողմնորոշման մեջ, այսինքն մասնագետներ դառնան եւ կարողանան մեր երկրի տնտեսության հիմքը մասնագետներն են ավելի շատ, քան բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ եւ աշխարհի ցանկացած զարգացած երկրում, երբ որ նայում եք 60 եւ ավել տոկոսը մասնագետներն են, հետո նոր բարձրագույն եւ հետբուական կրթություն։ Սա շատ կարեւոր մի մոտիվացիա է նաեւ այն երեխաներին, ովքեր որ վաղը մյուսօր այսինքն այս մասնագիտության հարցում եւս կողմնորոշվելու են եւ սա կարեւոր է եւ անկախ նրանից իրենք կդառնան նկարիչներ թե երգիչներ, համենայն դեպս յուրաքանչյուր արվեստ ստեղծող մարդ ինքը իր կտավն է ստեղծում, երգողը էլի նկարում է, քանդակագործը եւս նկարում է եւ բոլորը միասին։ Շատ հետաքրքիր եւ դիպուկ ճանապարհ է ընտրված։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Տերյան մշակութային կենտրոնի մասին դե չասենք։ Կարծում եմ խոսքերն արդեն ավելորդ են։ Մենք միայն ձեզ կցանկանանք անսպառ երևակայություն ու էներգիա, որովհետեւ դա բերում է հանրային գործունեության, այսինքն ձեր գաղափարները, ձեր մտքերը բերում են եւ օգտակար են լինում նաեւ ուրիշներին։ Շնորհակալություն ձեզ անչափ։ Այսօր մեր հյուրն էր Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար նկարիչ դիզայներ Լիլիթ Մելիքյանը, ինչպես նաեւ Արհեստագործների միության մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրենը։ Կարծում եմ սա պարզապես զրույց չէր, այլ նաեւ շատ ու շատ հարցերի պատասխաններ, բացահայտում, ինչու ոչ խնդիրների լուծում տրվեց զրույցի միջոցով, ինչի առիթով շատ ուրախ ենք։ Մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, յուրաքանչյուր օր մի կտավ է, ստեղծեք ձեր կտավը եւ ձեր օրը լցրեք գեղեցիկ գույներով։ Այո, եւ մի մոռացեք, որ բացի այն, որ ծիածանը ունի 7 գույն, կարելի է ստեղծել այն 8-րդ ձերը, ինչպես Սևակն էր ստեղծում իր 5-րդ եղանակը այսօրվա համար։ Այսքանը ձեզ հետ Ֆրեժն ու Անահիտն էին, մնացեք բարով։ Լավ օր բոլորիդ։